մի հայ տղա գողություն անում, շատ վաղուց, երկար դարեր առաջ։ Եվ իրան բռնում են։ Երբ որ այդ տղային բռնում են, Սուլթանը ասում է կբերեք հրապարակում կկախեք, որ բոլորը տեսնել են գողություն չանեն։ Բերում են այս տղային, ամբիոնը սարքում են, կախաղանը կախում են, ամբողջ քաղաքը կանչում են, որ տեսնի, պարանը գցում են այս տղայի վիզը, այդ դահիճը պիտի աթոռը քաշի, Սուլթանն ասում է մի րոպե, երիտասարդ վերջի թանկություն ունես։ Այս տղան ասում է լսեք, նոր եմ ամուսնացել, նոր բալիկ եմ ունեցել, գնամ կլինի հրաժեշտ տամ, մորս, ձեր մայր ունեմ, կնոջս երեխայիս հրաժեշտ տամ գամ։ Սուլթանն ասում է բա որ փախնես։ Մեկ էլ ամբողջի մեջից մի տղա ձերա բարձրացնում ասում է ես իր տեղը կմնամ, ես իր անկերն եմ։ Այս տղան գալիս է կանգնում է իր վզից գցում են, պարանա ես գողը գնում է տուն։ Գնում է տուն մորը, կնոջը, երեխային հաջող անի մերն ասում այդ տղա փախի։ Էնի պսակված չի, դու պսակված ես, երեխա ունես փախի, ասում է չէ իմ ընկերն է պիտի հետ գնամ։ Կինը ասում է փախի, ասում է չէ պիտի հետ գնամ։ Հետա գալի բարձանում է ամբիոն, ասում է շնորհակալություն քեզ։ Պարանը հանում է գցում է իր վիզը, այս ընկերն ասում այդ տղա փախի։ Ես պսակված չեմ, ընտանիք ունես, երեխա ունես, փախի։ Էս իր վիզն գցում են, ասում է չէ ինչ ես ասում, դու արդեն ամեն ինչ արեցիր իր համար։ Էն իր վիզը, էս իր վիզը, էն իր վիզը, էս իր վիզը։ Այս Սուլթանը կատաղած վերականգնում։ Որ կանգնում է ասում են հիմա երկուսի վիզն եք թռնի։ Վերականգնում իջնում է, բարձրանում է իրանց մոտ ամբիոն։ Այդ պարանը վերցնում է, գցում է իր վիզը, ասում է